Ռուսաստանի տրանսպորտի նախարար Անդրեյ Նիկիտինը բացառել է Հայաստանի երկաթգծերի կոնցեսիան երրորդ երկրին զիջելու հնարավորությունը։ Այդ մասին նա ասել է ՌԻԱ Նովոստիի պետական լրատվական գործակալությանը տված հարցազրույցում։ Թեմային հետևել է Արտյոմ Երկանյանը, Արտյոմ, ինչ մանրամասներ։ Հիշեցնեմ, փետրվարին վարչապետ Փաշինյանը խոստովանել էր, որ TRIP նախագիծը հնարավոր է խնդիրների հետ բախվի, քանի որ մի շարք պետություններ հարցեր ունեն կապված նրա հետ, որ Հայաստանի երկաթգիծը վերահսկվում է, այսինքն կոնցեսիոն կառավարմանն է հանձնված ռուսական կողմին եւ նրանք չեն ցանկանում օգտվել այդ խողովակից դա հաշվի առնելով։ Մի շարք հանգամանքներ հաշվի առնելով հայկական կողմը ռուսական կողմին առաջարկ է արել։ Եթե լինեն խնդիրներ ստանձնած ներդրումային պարտավորությունները կատարելու հետ, ապա միգուցե արժի քննարկել կոնցեսիոն իրավունքը երրորդ կողմին զիջելու հնարավորությունը։ Եվ անգամ քննարկվում էր, որ դա այդ երրորդ կողմը կարող է լինել պետություններ, որոնք բարեկամ են եւ Հայաստանին եւ Ռուսաստանին, օրինակ Ղազախստանը կամ Միավորված Արաբական Էմիրությունները։ Եվ անցած շաբաթ վարչապետ Փաշինյանը անուղղակիորեն հաստատել էր, որ ինչ որ հարթակի վրա քննարկվել է կոնկրետ Ղազախստանի տարբերակը։ Եվ ահա անդրադառնալով այս թեմային Ռուսաստանի տրանսպորտի նախարար Անդրեյ Նիկիտինը կտրականապես բացառել է երրորդ կողմին կոնցեսիան փոխանցելու հնարավորությունը։ Մեջբերեմ նրա խոսքերը, ուզում եմ ընդգծել, մենք ոչ մեկին ոչ մի կոնցեսիա փոխանցել մտադիր չենք։ Պաշտոնական մակարդակում մեր հայ գործընկերները նման հարց չեն բարձրացրել։ Այսինքն անուղղակի ձևով Նիկիտինը հաստատել է, որ ոչ պաշտոնական մակարդակում այս հարցը այնուամենայնիվ քննարկել է, բայց պետք է գիտություն ընդունենք, որ ռուսական կողմը փաստորեն բացառում է համենայն դեպս այս փուլում դրա հնարավորությունը։ Արտյոմ, այս թեմային անդրադարձել ենք նաև նախորդ շաբաթ եւ դու խոսել ես այն մասին, որ Ռուսաստանի ներդրումային պարտավորությունները ինչպիսին են։ Եվ ի պատասխան նաև Հարավային երկաթուղիներ ընկերության մամլո ծառայությունը որոշակի տեղեկատվություններ հրապարակել, ասել է, որ իրենք կատարում են ամբողջ պարտավորությունները։ Հիմա այս ամենում ինչ է տեղի ունենում։ Իրականում տարբեր թվեր են մամուլում հրապարակում այն մասին, թե որքան է ռուսական կողմի ներդրումային պարտավորությունը։ Պայմանագրում, ինչպես հասկանում եմ, նշվում է, որ ենթակառուցվածքի զարգացման համար ռուսական կողմը պարտավոր է ներդնել $570 միլիոն։ Եթե հավատանք հարավային երկաթգծերի այդ մամլոյցառայությանը, ապա 140 միլիարդ դրամ արդեն ներդրվել է, ինչը հավասար է $384 միլիոն։ Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն փոքր-ինչ այլ թվեր էր հրապարակել, որից պարզ էր դառնում, որ $367 միլիոն է ներդրվել։ Ամեն դեպքում տարօրինակ է այս թվերի տարբերությունը, բայց պարզ է դառնում, որ շոշափելի մասը ռուսական կողմը կատարել է իր ներդրումային պարտավորությունների, բայց այստեղ կա մի կարևոր հանգամանք։ Պայմանագրում նշվում են այս թվերը, եթե Հայաստանը շարունակում է շրջափակման մեջ մնալ։ Եթե Հայաստանը դուրս է գալիս շրջափակումից եւ Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ վերագործարկում է երկաթգիծը, ապա կոնկրետ նոր ներդրումների ծավալի մասին է խոսք գնում, ինչը ամրագրված է պայմանագրում։ Սկզբից այդ ներդրումները պետք է հասնեն $1 միլիարդ 700 միլիոն, այնուհետ $2 միլիարդ 150 միլիոն։ TRIP նախագիծը նշանակում է, որ արդեն սկզբունքորեն որոշում կա տրանսպորտային այդ խողովակների ապաշրջափակման մասին, ինչը նշանակում է, որ արդեն գալիք տարի Ռուսաստանը պետք է նոր ներդրումային պարտավորություններ ունենա։ Եհամ ամբողջ հարցը այն է, թե արդյոք ռուսական կողմը պատրաստ է հավելյալ $1.5 միլիարդ ներդնել։ Ամբողջ հարցը սրանում է եւ իմ կասկածները եւս այս հարցի հետ են կապված։ Ինչով են պայմանավորված։ Հայտնի է, որ Ռուսաստանի երկաթգծեր փակ բաժնետիրական ընկերությունը լրջագույն ֆինանսական ճգնաժամի մեջ է, ընկերության պարտքը հասել է 4 տրիլիոն ռուբլու, ինչը հավասար է $50 միլիարդ, Հայաստանի պետական բյուջեից 6 անգամ ավելի շատ։ Երբեք այդպիսի մեծ պարտք ընկերությունը չի ունեցել եւ ռուսական մամուլը գրում է ինվեստիցիոն դադարի մասին, որ այլևս մեծ նախագծերի մեջ ընկերությունը ներդրումներ չի անելու համենայն դեպս մոտակա տարիների ընթացքում։ Ավելին, հաստատվում են տեղեկություններն այն մասին, որ ընկերությունը հրաժարվելու է իր ակտիվներից
մի մասից, մասնավորապես որ վաճառքի է հանելու բեռնափոխադրող ընկերությունը, Դաշնային, որը պատկանում էր Ռուսաստանի երկաթգծերին, Ռիժսկի կայարանը Մոսկվայում, շենքը ամենայն դեպս կայանի իր ողջ ենթակառուցվածքով եւ Մոսկվա City հայտնի այդ էլիտար համալիրում երկնաքերերից մեկը։ Եվ բացի այդ հայտնի է, որ կենտրոնական ապարատում աշխատակիցների մեծ կրճատումներ են սպասվում, միայն կենտրոնական ապարատում 6000 հոգի է կրճատվելու, ինչը մոտ 15%-ն է կազմում։ Ստեղծված պայմաններում դժվար է հավատալ, որ Ռուսաստանը կկարողանա հավելյալ 1.5 միլիարդ դոլար ներդնել մի նախագծի մեջ, որը Մոսկվայի համար այսպես առաջնահերթ նշանակության նախագիծ չէ։ Թեև պաշտոնյաները պնդում են, որ հենց Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ Հայաստանը պայմանագիր է կնքի, այդ գումարները կփորձեն հայթայթել։ Ուրախ կլինեմ սխալված լինել, բայց ամեն դեպքում առայժմ ես նման վերապահումներ ունեմ եւ կասկածներ ունեմ։ Հիշեցնեմ, որ Հայաստանի վարչապետը ընդգծել էր, որ եթե ռուսական կողմը ունենա խնդիրներ ներդրումային իր պարտավորությունները կատարելու հետ, Հայաստանը ինքնուրույն կփորձի կատարել ներդրումները այդ կարևոր նախագծի մեջ, բայց դա պետք է նշանակի, որ Ռուսաստանը պետք է նաև վերադարձնի կոնցեսիան եւ վերահսկողությունը պետք է Հայաստանի կառավարությունը վերականգնի։ Ամեն դեպքում պարզ է, որ եթե այդ մասին խոսք գնա, ապա պետք է մեծ երկարատև բանակցություններ լինեն եւ քաղաքական ի վերջո գործարք կնքվի, որի կողմ հավանական է, որ պետք է լինի ոչ միայն Հայաստանն ու Ռուսաստանը, այլ նաեւ օրինակ Միացյալ Նահանգները որպես թրիփի գլխավոր նախաձեռնող։ Շնորհակալություն, Արտем։